Ուժեղ կարկուտ ու անձրև է Շիրակի մարզում, Հայկաձորում կարկուտը վնասել է բերքը։ Մեկ այլ քաղաքացու էլ մեքենան է վնասվել։ Սառնախփյուրի բնակիչներից մեկն էլ հրապարակել է պտտահողմի կադրերը։ Ավելի վաղ էլ հիդրոթերապևտաբանության կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին սպասվում է առանձին հատվածներում անձրև ու կարկուտ։ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման քննական բաժնի հարևանությամբ բախվել են բեռնատարը, ուսումնական Toyota Corolla-ն, Nissan-ն ու Lada-ն։ Վթարի հետևանքով Lada-ն վերածվել է մետաղե ջարդոնի։ Երկու հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Կուրթանի բնակիչներին առաջարկել է բարեգործական հիմունքներով կոմբայն տրամադրել համայնքին գյուղատնտեսական աշխատանքների բեռը թեթևացնելու համար։ Կարապետյանը հետաքրքրվել է ցանքատարածությունների ծավալներով եւ բերքահավաքի ընթացիկ ծախսերով, փորձելով հասկանալ, թե որքանով այս նախաձեռնությունը կթեթևացնի գյուղացու ֆինանսական հոգսը։ Բարեգործական կոմբայն կազմակերպեն գյուղի համար լավ կլինի։ Ցորեն ցանել եք այս տարի դուք։ Ցանել ենք։ Հա, եթե լինի իսկ 20-25 եք տալի հեկտարին։ Իշխանը 20 30 լիտր սալյար։ Հա, 20 պլյուս 30 լիտր սալյար կա։ Իսկ ընդհանուր եթե օրինակ մի 13-15 հազարով պրծնեք, լավ է դա ձեր համար։ Մեր այցելության նպատակը ինչն է։ Մենակ ընտրությունից ընտրություն չեն գալիս։ Ամեն անգամ գալու ենք ու ամեն անգամ խնդիր ենք ուզենալու դուք դնեք մեր առաջ։ Տամբովի մարզում Հոլբերիսի պահեստի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել։ Ողբերգությունը տեղի ունեցել Կոտովսկ քաղաքում։ Նախնական տեղեկությունների համաձայն 24 մարդ վիրավորվել է։ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին եւ քրդական անջատողական խմբավորումներին։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն ԻՀՊԿ-ն նաեւ հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարվածել է Բահրեյնին։ Եթե Վաշինգտոնն առաջիկա 2-3 օրերին նույնպես շարունակի հարձակումը, Իրանը գործի կանցնի, մինչեւ լիակատար ջախջախում, ասել է Գերագույն հոգեվոր առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային։ Սերգեյ Լավրովը հայտարարել է 3+3 խորհրդատվական հարթակի շրջանակում նախարարների հերթական հանդիպման նախապատրաստման մասին։ Ներկայում Երևանն ու Բաքուն պետք է հստակեցնեն հավաքի անցկացման վայրն ու ստույգ ժամանակացույցը։ Այս ձևաչափով Մոսկվան փորձում է տարածաշրջանային հարցերը լուծել բացառապես տեղական ուժերով, չեզոքացնելով արևմտյան երկրների միջամտությունը։ Մեքսիկայի Չիապաս նահանգի ափամերձ գոտում 7.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Գվատեմալայում եւ Էլ Սալվադորում, որոնց հաջորդել են մինչև 6 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք ցնցումներ։ Տեխնիկական համակարգերն ահազանգել են հնարավոր ցունամիի մասին, սակայն մասնագետներն առայժմ կանխատեսում են ափամերձ ջրերի ընդամենը կես մետր բարձրացում։ Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարը հայտարարել է, որ լուրջ ծովային վտանգ չկա, բայց հորդորել է մարդկանց ժամանակավորապես չմոտենալ լողափերին։ Աքսիոսի հաղորդմամբ Բենյամին Նեթանյահուն այդպես էլ չի կարողացել հանդիպում կորզել Դոնալդ Թրամփից եւ ստիպված է չեղարկել Վաշինգտոնում նախատեսված այցը։ Սպիտակ տան սառը վերաբերմունքը պայմանավորված է Թուրքիայի հետ ԱՄՆ ռազմական գործարքների շուրջ Նեթանյահուի քննադատությամբ եւ Թրամփի դեմ մահափորձի մասին հաղորդված կասկածելի տվյալներով։ Իսրայելցի առաջնորդի հանդեպ հիասթափությունն այժմ ակնհայտ է թե դեմոկրատների եւ թե Թրամփի մերձավոր շրջապատի համար։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնիսկ բացահայտ մեղադրել է Իսրայելի կառավարությանը սեփական շահերի համար պատերազմը ձգձգելու եւ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը խաթարելու համար։ Մասնագետների համոզմամբ այս ամենը փաստում է Վաշինգտոնում Նեթանյահուի ազդեցության կտրուկ անկումը եւ դաշնակիցների միջև վստահության խորը ճեղքվածքը։ Շանհայում ընթացող տեխնոլոգիական գագաթնաժողովում Չինաստանի նախագահ Սին Ցինփինը հայտարարել է 29 պետություն միավորող արհեստական բանականության համաշխարհային համագործակցության կազմակերպության ստեղծման մասին։ Այս նորաստեղծ կառույցի միջոցով Պեկինը փորձում է սեփական շահերին հարմարեցված համաշխարհային կանոններ սահմանել եւ շրջանցել Միացյալ Նահանգների տեխնոլոգիական գերակայությունը։ Չինաստանի առաջնորդը քննադատել է Վաշինգտոնի սահմանած արտահանման արգելքները, դրանք որակելով որպես այլ երկրների առաջընթացը կախելու անարդար փորձ։ Պեկինն այժմ օգտագործում է էժան էներգիայի եւ հումքային պաշարների իր առավելությունները զարգացող երկրներին սեփական ուղեծրում պահելու եւ ոլորտի ապագան տնօրինելու համար։
Չինաստանի Չունցին քաղաքում հորդառատ անձրևների պատճառով լեռնազանգված է փլուզվել։ Առավոտյան տեղի ունեցած աղետի հետևանքով հողաշերտի տակ է մնացել 10-ից ավելի բնակելի տուն։ Վերջին տվյալներով զոհվել է 8 մարդ, իսկ 34 բնակիչ համարվում է անհետ կորած։ Ավելի քան 800 փրկարար որոնողական աշխատանքներ է իրականացնում փլատակների տակ մնացածներին գտնելու համար։ Անվտանգության նկատառումներով վտանգավոր գոտուց տարհանվել է մոտ 1100 քաղաքացի։